Բարի լույս, ասեմ այսօրվա մեր պլանները, ուրեմն առանց դիմահարդարման եմ, այդ նշանակում է, որ այսօր հիմա գնանք սուրճ տնենք, ովքեր որ նոր են իմ ալիքում, բարի գալուստ իմ YouTube-յան ալիք, ես Ագնեսն եմ, արդեն մի 7 տարի այմ YouTube-յան ալիքն ունեմ, բայց հիմա շատ պասիվ եմ, բայց ուրախ եմ, որ այս վիդեոն ձեզ հասել է, այս իմ Instagram-յան էջն է, եթե ուզում եք ավելի տենց ամենօրյա կոնտենտ, ռիլեր, ընկերների հետ, ճամփորդական եւ այլն, կարաք իմ Instagram-ին նաեւ հետևեք, բայց YouTube-յան ալիքս ուզում նորից ակտիվացնել, նենց որ կարաք այն կարմիր կոճակը սեղմեք, որ բաց թողնեք մյուս վիդեոները։ Մյուսը ինձ թվում է գլի կամ unboxing, Չինաստանից պատվերներ, կամ Բոստոնի vlog։ Այս իմ ոչ այնքան լավ հավաքած ծաղիկները 3 հետևորդներից եմ ստացել, պետք է իրենց նվերներ տայ, 2 հոգի են, մեկը բերեց դերին կակաչներ, մյուսը այս մանուշակագույնը, սիրուն, այս մեկն էլ, քանի որ ծաղիկները շատ են, տեղ չարեցին, սենց սիրուն իրար հետ հավաքել եմ, դրել ենք ճաշը սենյակում։ Սա իմ coffee station-ն է, այսենց սիրուն, ապարատը դրել եմ, սուրճի կապսուլաները կան, հասկացա, որ ձեր հետ չեմ կիսվել ստեղ, երևի մենակ Instagram-ում, որ ես ու ընկերուհիս Դիրիթը արդեն մոտ 1 տարուց ավել է իրար հետ ենք ապրում առանցին ծնողներից, ամեն ինչ շատ լավ է, կինոներում որ տեսել ենք, որ երկու ընկերներ իրար հետ են ապրում, կամ ասենք ես միշտ ասում էի, փոքր ժամանակ չգիտեմ, ընկերուհիները որ մոտ ենք դպրոցական տարիներին, ասում ենք, ո ինչ լավ կլինի որ մեծանանք, սենց իրար չգիտեմ, նույն շենքում ապրենք, կամ ասենք դիմացը դռներին, կողքա դռները, երկու ննջասենյակ, մի սենյակում Լիլիթն է մնում, մյուսում ես եմ մնում, իդեալական։ Ունենք սուրճերի, կապսուլաների, ընտրանի, Նեսպրեսոյի ճապոնական բան։ Ալո, ցույց եմ տալիս, որ կաթը ոնց փրփուր ստանալ, եթե օրինակ այն ապարատներից հատուկ չունեք, որ կապուչինոյի փրփուր է ստանում։ Կաթը լցնում եմ։ Ուղղանության այս տոկոսը 2.5 ցածր որ լինում է, փորձել եմ այդքան լավ չի լինում։ Սարքն ենք վերցնում, հետակի կողք մի հատ խանութ կա պլատինում է կոչվում, կարծեմ այդտեղից եմ վերցրել, գոհ եմ։ Մինչև այս զիգզագից էի մի հատ վերցրել, էդ էլ է լավը։ Այն 1000 դրամանոցները որ առնեք, լավ չի աշխատել, գոնե մի 4-5 դրամ տակ լավ է։ Արդեն երևում է փրփուրը։ Հիմա ամենաուժեղի վրա է։ Work։ Այս մեր կաթի փրփուրը տեսնում եք։ Այս էլ է պատրաստ։ Լցնում ենք։ Այսախ փրփուրը։ Ասա քիչ լցրու սարոյց, այնքան լցրեցի սա թափվել է։ Եթե դուք եք Instagram, TikTok շատ մտնում, գիտեք որ այն ապակյա ձողիկները վտանգավոր են, չգիտեմ, կարող է պոկվի, ինչ-որ տեղից ջարդվի, բան չնկատեք, տենց դրա համար բոլորը թափել եմ, նենց սիրունն էին։ Այս մի հատ եմ հիմա օգտագործում, որտեղ ավելի լավ է։ Ցույց տամ։ Խոզ։ Անցանք մեր դիմահարդարմանը, ստեղ գտնում եմ բոլոր պրոդուկտները, որ օգտագործում եմ, բայց ամենօրյայինը այստեղ է, որ հիմնականում այդ դրանք եմ օգտագործում։ Առաջին քայլը սկսում եմ primer-ից, բայց խոնավեցման էս կրեմը։ Ցանկացած հիմա զուտ էս ուզում եմ վերջացնեմ։ Որ ուզում եմ օրինակ դեմքից մի քիչ գույն գա, bronzing drop, մի քիչ խայլուն էֆեկտ է նաև տալիս։ Այս հիմնականում ամառն եմ ես օգտագործում ու շատ հայտնի է այս Ellie Fenty-ը, բայց Sam Sephora-ում համատեցի, համ էս մի քիչ ավելի մատչելի էր, ռևյուներն էր լավը ու նաև քանակային կարծեմ, միլիով ավելի շատ էր։ Այս ամռանն է շատ հավես սենց բանանում, մարմինս արևայրուք է ստանում, սենց գույնը փոխվում է, դեմքից դե 1000 SPF բան եմ քսում, ու այս սենց օգնում է, որ գոնե բալանսը պահվի։ Տոնայինը հիմա հիմնականում այս բանն եմ քսում, Dior-ի այսենց ստիկով տեսել էի TikTok թե Instagram վիդեոներով, հետո ասել եմ մի անգամ փորձեմ, ես հիմնականում այս կոնսիլեր եմ օգտագործում, մեկ ինչ լավ։ Եթե սիրում եք միջին ծածկողականության տենց տոնայիններ, այս ինձ թվում է հանգիստ կարա լինի, սենց շատ խիտ չի ինքը, դրա համար ինձ դուր է գալիս, ու գույնի հարցում ես միշտ շատ դժվար եմ ընտրում, դրա համար կարող ոչ մի բան չառնեմ, ինչ-որ կոնսիլեր բան ամիսներով ցկցկե, որտեվ լավ գնում ասեմ ոնց եմ գույն ընտրելու, 1000 հատ գույն կա, այն վրա չեմ կարող այդքան փորձարկել, որտեղ չկա հիգիենիկա բան։
Այդ աշխատողին ասում եմ կօգնեք ինձ լավ գույնս ընտրենք, ասում է քոն ինձ թվում է ես մեզ ինչ համարն է, նայում ասում մի քիչ իստո բաց է, մի 3 հատ տարբեր բաներ փորձեցի, վերջում իր ասածը ճիշտ դուրս եկավ, վերցրեցի դուրս եկավ, ներ կանսիլերն է, ամենասիրելի Charlotte Tilbury, այսինքն, կարծեմ սրանց հիմա նորն են արտադրում, ավելի լավ ֆորմուլայով, չի ծանրացնում, չի սենց գնդվում է, սենց աչքերի տակ ու շատ չորել չի նստում։ Ամենա ներկայիս պահի, ամենասիրելի քայլը բրոնզերը, սենց մինչև այդ ինչ մեյքափ անում է, սենց գույն բան ինչ, բան պակաս է, սենց գույն չի գալիս դեմքիս, բրոնզեր, այն եթե մի անգամ օգտագործեք, կհասկանաք ինձ։ Ինչև էս էի օգտագործում, ուլայնը կզգաք արդեն, էս շատ լավ բրոնզեր է, այս մեկը նվեր եմ ստացել, ուզում եի փորձեի համել, որովհետև տենց նոյում է ինչ լավ բրոնզերներ կան, որ համատաբար ավելի մաչելի է, այս մեկը տենց, բայց որ ասեմ, ոչինչ, ուղղակի հուլայից հետո չգիտեմ, ինչ պետք է լինի, որ հավանեմ շատ, այսինքն տակը բացվում է մի հատ էլ ինչ-որ դիզայնը դուր չի գալիս, այսինքն շատ այն մանկական, որ կոսմետիկա բաներ են, լինում պլաստիկ, գունավոր ինչ-որ ռոզվի բան, այդ ոնց որ խաղալիք լինի։ Այս վրցինն էլ էլի Sephora-ից, մեռնելով եմ ես ես առել, որովհետև այս մի հատը հլե կոմենտներում կարա կուշակեք ինչքան է։ Մի տարի տրամադրվել եմ ինչև ես առնում։ Նախ որակապես շատ լավն է օգտագործեմ բրոնզերի համար, որը որ շատ հարմար է, ասենց մեծ լավ կսում եմ։ Այս մեկն էլ հենց բլաշի համար իրար հետ է, էլի միանգամից։ Բլաշի համար երկու բան կա, լավ էս էլ ցույց տամ, շատ խնդալու է։ Մեկը հենց Rare Beauty-ն է, այստեղ կտեսնենք։ Մյուսը Rode-ն է։ Առաջինը այս Rare-ն եմ օգտագործել համարյա վերջանում է, ու ինքը սենց կտեսնեք ավելի վարդագույն է, փոշիով է, իսկ Rode-ը ոյ, մինուսներից մեկը, որ միշտ դժվարանում եմ բացեմ, մանավանդ որ մի քիչ ասենք կրեմ բան եմ քսածնի եմ ձեռքերով, սենց մի քիչ սղլիկ է, չի բացվում։ Այս սենց ստիկով է, դիզայն բան շատ սիրուն է, բայց ու երանգային շատ եմ հավանում։ Անցնում ենք մեր highlighter-ին, այս սենց երանգ ունի, շատ սենց շքեղ է։ Մասնեմ կսում քթիս հատվածը, աչկերիս այս արանքն եմ քսում, ինքի սենց Fenty-ից այս highlighter-ով աչկերիս եմ քսում, ինքը սպիտակ է, այս սենց, շատ սիրում փայլա տալիս, տենց չի եղել, որ ես օգտագործեմ, մի լավ բան չասեն, այսին սիրուն փայլիկներ են, այսին սիրուն աչկերը, թարչաներկ, այս մեկը օգտագործում եմ Maybelline-ի աշխարհի ամենալավ տուշերից է երևի, դա սևն է օգտագործում, սևի համել բան ավելի լավն էր ինձ թվում է, վերջնիվի որ վերցրել եմ, գույնի իհարկե ավելի դուրս գալիս է, բայց սենց մի քիչ խրցով է, չգիտեմ ոնց բացատրեմ, սենց բան է դուրս գալիս միջից, մի քիչ կոկիկ չի, այն մեկ ավելի սենց եմ քսում, ոչ թե սենց վերև, այն ժամանակ սենց էի քսում, հիմա մի քիչ ավելի թեք եմ քսում։ Երանգով, ներկապահին այս բանն է, Sephora-ից է, հենց իրանց 14, կոչվում է Muted Brown, մի հատ սենց ընդգծում եմ, թեթև սենց, որ մենակ սենց ուղիղ գծով չլինի, ու հետո տարբեր ինչ-որ գլոսեր եմ քսում, ներկապահին, Topicals, էսա, գլոսն է շատ ուժեղ սենց, Yes. Այս աչքի տակի հատվածները setting powder-ն եմ օգտագործում, այս, չգիտեմ, մի անգամ օգտագործեցի ու վсё, էլ չեմ փոխում, այս մեկը նոր եմ վերցրել, փոքրն է ու ինչ-որ blur effect-ով է, ինչով է, բայց այն հիմնականը, որ օգտագործում էի, սենց սև բանով էր, փակող շատ էի հավանում, այս աչքի տակի հատվածանում, որ չհավաքվի այդ կոնսիլերը, nice, փայլիկները ստեղն են, անցնում ենք մեր setting spray-ին, Benefit-ին նա, որ ասեմ, նախ չի վերջանում ինչքան օգտագործեմ, հետո որ ասեմ երկրորդ անգամ ես կառնեմ, Եթե ինձ բաժանորդագրված չեք, այն ներքևի կարմիր կոճակը սեղմեք, որ մյուս վիդեոները բաց չթողնեք,
ու կարակ գրեք մի անգամից քվեարկեք մեկնաբանություններում, որը կուզենաք տեսնենք հաջորդը unboxing-ը, թե Բոստոնի vlog-ը։ Բոստոնի vlog-ը չքվեարկեք, որտեղ ինքս դժվար է մոնտաժ անելը, բայց դե քվեարկեք։ Ճարեսին։ Հիմա նորից պատրաստենք մեր մյուս վիդեոն։ Մերսի, որ նայեցիք վիդեոն, ձեր հետ է ես, Ագնեսը, հաջողություն։